35 տարի առաջ էր 1990 թվականին, երբ հեռավոր Մոնղոլիայում ժամկետային զինծառայությունն ավարտած Սամվել Աբգարյանը վերադարձավ Հայաստան եւ ներգրավեց հայրենի գյուղի Բարձունի ինքնապաշտպանական մարտերին։ Իմ 5 եղբայրների հետ միասին մարտական գործողություններին մասնակցել ենք մեր հայրենի գյուղում, ստացել եմ 92 թվականին լեյտենանտ զինվորական կոչում։ Այս կոչումը ինձ ստիպեց, որպեսզի մնամ ծառայության շարունակեմ ծառայությունս։ Հետագա 3.5 տասնամյակների ընթացքում մայոր Աբգարյանը արել է առավելագույնը, զբաղեցրած պաշտոններով սահմանված պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։ Օրինակելի ծառայության շնորհիվ վայելում է ծառայեկիցների եւ հրամանատարության հարգանքն ու պատիվը։ Նկատում է, անսահման մեծ հպարտություն է ապրել, երբ ավագ որդին Կարենը հայտնել է ժամկետային ծառայության ավարտին հետագա կյանքը բանակի հետ կապելու մտադրության մասին։ Մեծ հպարտություն էր, որ ասա պապ, ես է պետքա ձեր նման զինվորական լինեմ, ասել եմ տղես, քո գործն է, եթե ուզում ես շարունակես օրդ ուղին, խնդիր չկա։ Աշխարհ ուշադրություն։ Այդպես էլ եղավ։ Ծառայության ավարտից ուղիղ 15 օր անց Կարեն Աբգարյանը անցավ պայմանագրային զինծառայության։ Կարճ ժամանակ անց էլ գրեց իր առաջին լեյտենանտի սպայական կոչումը։ Առաջի հաշվարկը պատրաստ։ Մասնակցել եմ զորամասի եւ բանակային կորպուսի կազմում միշտ համաբանակային մրցումների ականանետի ու առաջին, երկրորդ, երրորդ պատվավոր տեղերն եմ միշտ բերել զորամասի ու մարտկոցի գումարտակի անունը բարձր պահելու համար ու այդ ամեն ինչից էլ շահագրգռվածությունը արդեն բարձրանում է նորանոր հաջողությունների հասնելու։ 44-օրյա պատերազմին հայր եւ որդի Աբգարյանները մարտնչել են կողք կողքի։ Մարտերի ընթացքում զոհվել է Սամվելի կրտսեր եղբայրը, ինքը ծանր վիրավորում է ստացել։ Իդեպ 2 տարի առաջ զինվորականի ուղին է ընտրել նաև Սամվելի կրտսեր որդին, Տարոնը, դարձել է պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու եւ անցել պայմանագրային հնգամյա զինծառայության։ Ընտրությունը եղել է իմը, հպարտություն եմ զգացել մանկուց տեսնելով, որ հայրս ու եղբայրս կրել են այդ համազգեստը ու մասնակցելով նրանք մարտական գործողություններին ավելի պարտավորեցնող է դարձել իմ համար ծառայությունը։ Խոսելով ընտրության եւ առասարակ պաշտպան հայրենյաց ծրագրի մասին, ականանետային հաշվարկի հրամանատար Տարոնը նկատում է, ինքը տվյալ որոշումը կայացրել էր դեռևս փոքրուց։ Ծրագիրն էլ ընտրեց, որովհետեւ առավելությունները ակնհայտ են ու գրավիչ։ Ընտրելով ծրագիրը արդեն 18-19 տարեկանում կարողանում ես կառուցել քո կյանքի կարևոր հիմնասյուները, ստեղծել բարեկեցիկ ապագա, որի համար Պաշտպանության նախարարությունը շատ լավ պայմաններ է ստեղծում։ Շարունակելով խոսքը, հայր եւ որդի Աբգարյաններն ասում են, հանդիսանալով տարբեր ստորաբաժանումների զինծառայություններ, իրենք կատարում են միևնույն խնդիրը՝ ծառայում են հայրենիքին ու դրա խաղաղության պահպանմանը։ Շատ եմ հպարտանում, որ տնից 3 համազգեստ գրող կա, դա իմ համար մեծ պատիվ է, մեծ ուրախություն է։ Մեծ պատասխանատվություն է նույն ընտանիքից 3 զինվորական ու մրցակցություն էլ է, թե ծառայելով տարբեր ստորաբաժանումներում լավագույնը ով կլինի։ Շարք կանգնելուց, թե ում ստորաբաժանումն է ամենալավը, հիմնական գաղափարը մեր ընտանիքում միշտ դա է։ Երեկոյան քննարկում է, էլի, ում ստորաբաժանումն է ամենալավը։ Մրցակցությունը բնականաբար կլինի, բայց կարևորը մի նպատակի շուրջ ենք բոլորս հավաքվել, կատարել մեր հայրենիքի նկատմամբ սրբազան պարտքը։ Իմ համար ավելի պարտավորեցնող է այն հանգամանքը, որ պիտի անեմ այն ամենը, ինչը իմ հայրը սկսել է, հիմքա դրել այդ ամեն ինչին, հետո շարունակել է իմ եղբայրը, իսկ հիմա ես եմ ու վստահ եմ, թե սերունդներով կգնա մեր Աբգարյանների ընտանիքը պետքա հայրենիքի կողքին կանգնած լինի ամեն ինչով, նույնիսկ ամենաբարդ պայմաններում կատարի ամենը անհնարինը։ Ինչ վերաբերում է առաջիկայի հանդեպ առկա տրամադրվածությանն ու մտադրություններին, Աբգարյան եղբայրներն ասում են, տեսանելի ապագայում նպատակադրվել են ընտանիք կազմել, կրթել եւ իրենց օրինակով մեծացնել զինվորականի առաքելությունը շարունակելու պատրաստ զավակների։ Ծառայելով նույն զորամասում, բայց տարբեր ստորաբաժանումներում, մեր երեքիս միտքն ու գաղափարը ընդհանուր առմամբ նույնն է, հայրենիքին ինչով կարանք օգտակար լինենք, մեր ներդրում ունենանք մեր հայրենիքի սահմանների ամրաշինության, պաշտպանության համար։ Ցանկություն ունեմ շարունակել ծառայությունը նույնիսկ պայմանագրի լրանալուց հետո, ցանկություն ունեմ նաև որպես սպա ծառայելու, պայմանագրի լրանալուն պես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի դառնամ դասակիր հրամանատար եւ ավելի բարձր պաշտոնների հասնեմ եւ անեմ ամեն ինչ, որ առաջիկայում հորս եւ եղբորս նման դառնամ լավագույն ստորաբաժանման հրամանատար։ Ներսես Իվանյան, Արամ Սիմոնյան, Պատրաստ։ Զինուշ։